Վերջին 24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանը։ Բարև ձեզ Տիկին Մկրտչյան, շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Խոսենք օրերս ազգային ժողովում ընթացած Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու լսումների մասին։ Փաստորեն Հայաստան խմբակցությունը միացավ ճիշտ ձևաթղթի վրա արդեն իսկ իրենց ստորագրությունը ասացին, որ կդնենք, բայց ամեն դեպքում քննարկումներ կան, որ ինչպես սկսվեց, այդպես էլ ավարտվեց իմպիչմենտի գործընթացը, որովհետև փողոցում մարդիկ քիչ էին։ Հետագա քայլերը ո՞րն է լինելու։ Ես կարծում եմ այդ պնդումը հենց անողները հերքեցին իրենք այն ժամանակ, երբ որ լսումները սկսվելու պահին հայտարարվեց, որ մենք ունենք 6 ստորագրություն, այսինքն պատիվ ունեն ֆրակցիայի նախաձեռնող падգամավորների 6 ստորագրություններ, իսկ լսումների օրը սեպտեմբերի 26-ը մենք արդեն ավարտեցինք 34 падգամավորի ստորագրությամբ։ Սա երևի ամենատեսանելի եւ բովանդակային մասն է այն իրականության, ու միևնույն ժամանակ ինձ որպես պատիվ ունեմ ֆրակցիայի падգամավորի համոզմունքն է այն, որ արժեր անցնել են բոլոր արհեստական խոչընդոտները, որոնք ստեղծվում էին այս 4 ամիսների ընթացքում կեղծ թեզերի տրամաբանության մեջ, որ իբր մենք Ռոբերտ Քոչարյանի դեմ ենք, եթե Նիկոլին ուզում ենք իմպիչմենտ հայտնենք, չնայած ինձ համար դա անհասկանալի, անընդունելի եւ որևէ քննադատությանը չդիմացող ուղղակի թեզեր, այնպես ինչպես մենք նպատակ ունենք ինչ-որ քաղաքական դիվիդենդներ ստանալու, այն դեպքում, երբ որ սա բացառապես քաղաքական պատասխանատվության ու ձեր իսկ հարցի տրամաբանության մեջ նաեւ չստացվելու պատասխանատվությունը կրելու հետևանքները գիտակցելու քայլ է, բայց եթե կարճ ամփոփելու լինենք, ապա սեպտեմբերի 26-ը 6 ժամից ավել տևած քննարկումը բովանդակային, որը ԿՊ-ն ամեն գնով ուզում էր չլիներ։ Ես ձեզ պատասխանատու դրա մասին հայտարարում եմ, որովհետև էլ տեխնիկական խոչընդոտներ, էլ ձևական իրավական խոչընդոտներ, բայց պատիվ ունեմ ֆրակցիայի падգամավորներով կարողացել ենք դա ամբողջությամբ հաղթահարել եւ ապահովել բազմակարծություն, կուսակցությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքացիների ներկայություն ազգային ժողովի դահլիճում, ովքեր շատ ազատ եւ շատ բաց արտահայտում էին իրենց մտքերը, բայց առանցքում ունենալով շատ կարևոր մի հիմք, հասկանալով, որ կարևոր է շատ Նիկոլից ազատվել եւ առարկայացավ ըստ էության լսումների այդ հնարավորությամբ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին օրակարգը Նիկոլից ազատվելն է, ցանկացած գիտակից եւ Նիկոլի հետ կաշկանդվածություն եւ շահկապվածություն չունեցող ցանկացած քաղաքական ուժի եւ միավորի հետ։ Մեզ համար դա շատ կարևոր էր, ինչը եւս մեկ անգամ ապացուցվեց, որ եթե մենք ուզում ենք Նիկոլի ստեղծած արհեստական օրակարգերից դուրս գալ, ուրեմն այն առաջարկը, որ այսօր հնչել է, դա անվստահության գործընթացն է, իմպիչմենտի նախագիծ կոչվածը, դա այն այլընտրանքն է, որն առաջարկում է յուրաքանչյուրից, ոչ թե միանալու մեզ, պատիվ ունեմին կամ հանրապետականին, ոչ, այլ այդտեղ ստանձնելու սեփական բաժին պատասխանատվությունը, գնալու այդ պատասխանատվության հետևից ու ինչպես թերահավատներն ասում էին, որ այդ 6 ստորագրությունից չի ավելանալու, մենք արձանագրեցինք, որ արդեն 34-ն ունենք, գնում ենք 54-ի հետևից։ Ճանապարհը հեշտ չի լինելու միանշանակ, որովհետև այն բռնաճնշումները 3 օրվա մեջ 3 սպանություն Հայաստանում, մենք հասկանում ենք ինչ իրավիճակի մասին է խոսքը։ Վաղ բռնաճնշումներ, Նիկոլա հպատակ համակարգ, այս ամեն ինչը իհարկե խոչընդոտելու է, բայց մենք այնտեղ ենք ազգային ժողովում, ստացել ենք այս ընդդիմադիր падգամավորի կարգավիճակը հենց այդ խոչընդոտները հաղթահարելու համար։ Հիմա հաջորդ քայլը որը պետք է լինի, որպեսզի դու գնաք 54 падգամավորի հետևից, այսինքն մեծ թվով նաև մարդիկ պետք է դուրս գան փողոց, այսինքն փողոցային գործընթացներ են սկսվելու։ Մենք նախորդ անգամ էլ սրա մասին խոսեցինք ու ես ասացի, որ այստեղ տաղավարում գեղեցիկ պատմություններ պատմելով չի, դա process է, տեսանելի եւ անտեսանելի, որը պիտի ուղղորդվի այո, մեծ հակազդեցությամբ։ Մենք փորձում ենք աշխատել բոլոր ուղղություններով, բայց նաև թույլ տվեք օգտվելով առիթից ասեմ, որ ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց, գոնե թե իրենց Նիկոլի դեմ քաղաքական ուժեր եւ քաղաքական միավորներ հռչակացներին, ովքեր դե լավ, նստած սպասում ենք, հիմա տեսնենք ինչ է կանում։ Հանրապետական կուսակցությունը երբեք այդպես չի վարվել, ընդհակառակը, ցանկացած տեղ, որտեղ կա Նիկոլի դեմ պայքար, գնացել ենք մեր բաժին պատասխանատվությունը վերցնելու։ Իհարկե իրենց սուբյեկտիվ իրավունքն է վերցնել այդ բաժին պատասխանատվությունը թե
թե ոչ, անկախ նրանից ով կվերցնի այդ պատասխանատվությունը թե ոչ, մենք վերցրել ենք, գնում ենք առաջ, այո, մի կողմից հակազդեցություն ստեղծելով այն падգամավորների վրա, ովքեր որ պիտի միանան ու ստորագրեն, որտեղ նորից եմ կրկնում Նիկոլից վախը, Նիկոլի տված լափամանը, դրանցից շատ ենք մենք խոսել, այն սխեմաները հանցավոր եւ կոռուպցիոն, որոնք իրենց բոլորը գրեթե թաթախված են, իհարկե դժվար է այդ ամեն ինչի մի օր ասել վերջ եւ հասկանալ, որ պետք է ընտրել Հայաստանը եւ ոչ թե Նիկոլի ռեժիմը, բայց մենք դրա համար աշխատում ենք, որ այդ գիտակցումը նաև գա ազգային ժողովի դահլիճ։ Այդ գիտակցումը եղել է փողոցում ու գիտեք ինչ, դուք անդադար շեշտը դնում եք նրա վրա, որ պիտի փողոց հավաքվի փողոց, ես առիթ եմ ունեցել դեռևս շատ վաղուց ձեզ հետ զրույցում ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընդդիմությանը մշտապես տվել են այդ հնարավորությունը։ Մենք խոսել ենք եւ հայրենիքի փրկության շարժման, բազմամարդության եւ դիմադրության շարժման եւ սրբազան պայքարից առաջ նաեւ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի մասով։ Մեզ մշտապես տվել են այդ քաղաքացիները հնարավորություն, բայց երբեք չի եկել քաղաքացիաիրավական այդ process-ը, քաղաքական process-ի հանգուցալուծումը տեսնել առարկայական ինչ-որ նախագծի տեսքով։ Մենք այդ նախագիծը հիմա առաջարկում ենք։ Հիմա ԿՊ-ի հետ աշխատանքները կհաջողվի, թե ոչ, որովհետև մինչ այդ այսպիսի խոսակցություններ կան, որ կան ԿՊ-ից պատգամավորներ, որոնք ուզում են միանան, բայց ասում են, որ եթե Հայաստան խմբակցությունը չի միանում, դուք ընդդիմությունով իրար մեջ խնդիրներ ունեք, մենք ոնց միանանք։ Ուրեմն 2018 թվականից այս կողմ բազմաթիվ մարդիկ, ովքեր այսօր ակտիվ քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու նաև պարլամենտում են, շատ տարբեր ուժերի շրջանակներում իրենք եղել են այս կամ այն կերպ Նիկոլի աշխատողը։ Բայց իրենք դուրս են եկել, չէ՞։ Դուք կարծում եք, որ իրենք ազնիվ չեն իրենց դուրս գալու եւ Նիկոլի դեմ պայքարելու մեջ։ Ես կարծում եմ, որ ազնիվ են։ Հետևաբար ինչի օրինակ մինչև 2023 թիվը Նիկոլից կարելի էր գնալ, կամ մինչև 2024 թիվը Նիկոլից կարելի է գնալ, ասենք 25-ին ու 26-ին չի կարելի։ Հետևաբար ես այդ միանշանակ պնդումները ինձ համար համարում եմ անտրամաբանական եւ մարդիկ ինչպես այս 7 տարիների ընթացքում են գնացել այդ նիկոլական համակարգից, այնպես էլ հիմա կարող են գնալ։ Բայց կան հետաքրքրվածներ, որ այս ամեն ինչով հետաքրքրված են, խոսում են։ Ես կարծում դրա մասին խոսել անիմաստ է հիմա այս տաղավարում, առավել եւս որևէ կերպ փորձել ինչ-որ մարդկանց վտանգի տակ դնել կամ հիմա ինչ-որ գուշակություններով կամ կես նախադասություններով ինչ-որ փակագծեր բացել։ Գործընթաց է, որի մեջ մենք դրել ենք մեր ամբողջ քաղաքական կամքը, վճռականությունն ու պատրաստակամությունը։ Մեծ հույս ունեմ, որ ստացվելու եւ դրա համար ամեն ինչ անելու ենք։ Ընդ որում ամենասկզբից էլ ասել ենք, պատասխանատվությունն էլ է մեր։ Հայաստան խմբակցությունը հիմա միայն ստորագրությունները դրեց, թե միասին աշխատանք կտարվի այնուամենայնիվ։ Դա արդեն Հայաստան խմբակցության падգամավորներին կարծում եմ պիտի հարցնեք, արդյոք իրենք շարունակելու են ուղղակի հետևել այս process-ին, չնայած 4 ամիս առաջ կարելի էր ուղղակի միանալ եւ այդ 4 ամիս ժամանակահատվածը չկորցնեինք արհեստական պատճառաբանությունների վրա, բայց շատ լավ է, որ այդ անիմաստ թեզերը ավարտվեցին, ստորագրել ենք, չենք ստորագրել եւ իրենք սեպտեմբերի 26-ին հայտարարեցին, որ սեպտեմբերի 26-ին են ստորագրում, դա շատ կարեւոր է, ես կարծում եմ այն կոնսոլիդացիայի համար անհրաժեշտ նվազագույնը արվել է, յուրաքանչյուր անձի նորից եմ կրկնում, իմ, ձեր, ինչպես նաև մնացած բոլոր падգամավորների պատիվ ունեմից եւ Հայաստան դաշինքից հնարավորությունն ու ցանկությունը ներգրավելու Նիկոլի դեմ պայքարին։ Ակտիվության չափը որոշում է յուրաքանչյուրը։ Իսկ ինչու են քիչ մարդիկ դրսում, որովհետեւ սա եւս քննարկված եւ բացի այդ ներսը նաև դահլիճի քննարկվեց, իդեպ շահարկվեց նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների կողմից, որ ասում է 300 մարդ ուզեցել է ներկա լինի դահլիճում, բայց 160 տեղ է, 160 տեղն էլ լրացված չէ։ Նախ 160 տեղը ամբողջությամբ լրացված է եղել, եթե դուք խոսում եք այն աղդամցու տարածած նկարներից, օրինակ մեր լսումները սկսում էին 12-ին, իրենք դա նկարել են 11-ին, կարող էին ժամը 9-ին նկարել եւ ցույց տալ, որ ընդհանրապես լսում չկա դահլիճում։ Իրենք առաջի անգամ ավելի լավ կներ օրինակ այդ աղդամցին բացատրել, թե ինչպես է իրանց քաղաքացիական պայմանագիր կուսակցության fake մի հատ լրատվական ունեն, որ տենց fake-ին հավասար նյութեր է տպում, այդտեղ հայտնվել օրինակ աշխատանքային մակարդակով միայն ազգային ժողովին հայտնի հրավիրյալների ցուցակ, որ իրենք տպում են այդ ցուցակը, կարծեմ հենց լսումների առավոտյան կամ նախորդող օրը երեկոյան։ Ովքեր են գալու լսումներին։ Այո, անուն ազգանունները, օրինակ այս աշխատանքային տեղեկատվությունը, որը պետական հիմնարկի աշխատանքային փաստաթղթերում ամրագրված, ինչպես է հայտնի դարձել ԿՊ-ի կուսակցական մամուլին, այդ կուսակցական ֆեյքին։ Սա իրանց հետաքրքիր է, թե չէ։ Իհարկե հետաքրքիր չի։ Ինչ վերաբերում է դրսին, մենք քաղաքացիներին հավաքվելու կոչ կամ փողոցային ակցիա չենք նախաձեռնել։
այդ նախաձեռնությունը եկել է քաղաքացիներից, ովքեր ցանկություն են հայտնել դիտելու դրսում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ազգային ժողովի ներս չեն թողել արհեստական խոչընդոտներով այնպես են արել, որ չկարողանանք նույնիսկ 12-ին սկսել, որովհետև այդ իրանց ՊՊՑ-ով անհարկի ստուգումներ, գիտեք դա ոնց ալնում, դուք էլ եք ազգային ժողովում, բայց երբևէ նման բան չի եղել, մշտապես լսումներին եղել է թույլատրված շատ ավելի մեծ քանակությամբ մարդ, քան ազգային ժողովի դահլիճը տեղավորում է, մեր դեպքում այդ հնարավորությունը փակ է եղել, նախագիծը փորձել են շրջանառության մեջ չդնել, արհեստական իրավական պատճառաբանություններ բերելով, իհարկե իրենց համար երևի անսպասելի էր, որ այդ իրավական հանգուցալուծումները մենք կգտնենք նույնիսկ այդ իրենց աբսուրդի տրամաբանության մեջ, բայց դրանք գտնվել են եւ վերջի պահին իրենք ուղղակի չեն կարողացել այլ բան անել, քան այդ գոնե փոքրաթիվ հնարավորությունը մեզ տալ հայտնվելու այդ դահլիճում։ Ակնհայտ է, չէ, իրանց համար ինչքան դիսկոմֆորտ էր։ Եթե դա ոչ մի բան էր, այնպես ինչպես ուզում են ձևացնել ՔՊ-ի վերնախավը կամ չգիտեմ, այդ Նիկոլին շրջապատող մի քանի հոգին, այդ դեպքում դի չանդրադառնային։ Այդ ոնց շնչակտուր երկու փոխոսնակ ազգային ժողովի նախագահի աթոռին վերընկածը միջանցքներում արագ-արագ լրատվականներ են ման գալիս, երկու տող խոսելու համար, որ այդ ինչ է դահլիճում կատարվում, մեկը ոչ մի ՔՊ չի միանալու, բայց այդքան վստահ եք, եթե այդքան ինքնավստահ եք, ինչ եք եկել այդ միջանցքներում ազգային ժողովի ման գալիս։ Ակնհայտ է, որ իրենց մեջ կա անհանգստություն, ակնհայտ է, որ իրենք փորձել են այս օրակարգին խոչընդոտել, որովհետև սա է իրենցից դուրս գտնվող եւ իրենց համար վտանգ սպառնացող միակ օրակարգը։ Այստեղ մի լավ կողմ էլ կա, որ ընդդիմությունը կարծես թե կոնսոլիդացվում է։ Կարող ենք սա հիմք ընդունել, որ համախմբում տեղի ունեցավ եւ այդ տարաձայնությունները մի կողմ կդրվի։ Ես կարծում եմ, այո, դա շատ լավ առիթ է, ինչպես դուք նշեցիք, այն 4 ամիս անհասկացվածությունը, որ կար, վերջի վերջո հաղթահարելու, որովհետև յուրաքանչյուրս պիտի իր ստորագրությունը դներ այդ թղթի տակ։ Դա այլընտրանք չենթադրող բան էր, որովհետև այնպես չի, որ պիտի նոր իրադարձություններ գային, որ մենք հասկանանք, թե ինչա տեղի ունենում։ Բազմաթիվ են եղել այն ահազանգերը, այսպես ասեմ, որոնք հնարավորություն են տվել հասկանալու, որ օր առաջ Նիկոլից ազատվելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքի խնդիրն է լուծում։ Ուղղակի թույլ է տալիս, երաշխիքներ է տալիս կյանքի իրավունքի իրացման համար։ Բայց այս վերջի ժամանակահատվածում այդ քաղաքական սպանությունը ընդդիմադիր համայնքապետի, դրանից հետո այն երկու գործողությամբ բեմադրությունը, որ Նիկոլն է բեմադրում, օրը մեկ կասկածյալի եւ մեղադրյալի առաջ բերելով, խախտելով այդ մարդկանց անմեղության կանխավարկածը, հա, ամբողջությամբ, այտենց փորձում է իրանց քննչական կոմիտեն միանգամից տենց Նիկոլի գրած ստատուսի տրամաբանության մեջ քննչական վարկած առաջ քաշի, այնտեղ լրիվ իրավունքն ու իրավաբանությունը մոռացած մեկն էլ ասում է, թե բացահայտվել է, այն դեպքում, երբ որ Հայաստանում կարող է բացահայտված համարվել այն հանցագործությունը, երբ որ դատարանը վճիռ կա։ Այո, երբ որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կա, այդ պահին է վերջանում իրավական հետևանքը, այդ նույնիսկ այդտեղ էլ դեռ չի վերջանում, բայց գոնե այն հանգրվանն է, որտեղ իրավական հետևանքի մասին կարող ենք խոսել։ Այն միպն էլ էլի այս էլ հո ընդդիմադիրներ չեն այս մարդիկ, չէ, Հայաստանի քաղաքացիներ են սպանության մեջ մեղադրվողները, ում նկատմամբ քննչական գործողություն է կատարվում ուղիղ եթերում։ Օրինակ դուք տեսել եք խուզարկություն ուղիղ եթերում, մարդիկ իրեղեն ապացույցներ են արգրավում ուղիղ եթերում։ Այ օրինակ Բագրատ Սրբազանի կեցավայրն էլ էին խուզարկության ենթարկում, էլի լրագրողական հետաքրքրություն կար։ Թույլ տվեցին ձեզ գնալ մասնակցել ներկայացնել, չէ։ Այս այն շոուն էր, որը պիտի իրականացվեր։ Այդ միպն էլ էլի շարունակում է սրտիկել միայն ԿՊԱ-ականներին Facebook-ում եւ նույնիսկ չի հայտնում այս մարդկանց անմեղության կանխավարկածը պահպանելու քննչական կոմիտեի պարտականության մասին։ Եվ գիտեք, էլի անդադար փորձում են այն ուղղությամբ շեղել, որ տեսակ, որ անձնական խնդիր է, ինչ քաղաքական սպանության մասին է խոսքը, այդ ինչ համեմատականներ եք անում, որ Արմեն Գրիգորյանին Նիկոլը սպանեց, Սոնա Մնացականյանին սպանեց, Վալոդիա Գրիգորյանին սպանեց, բայց էլ ինչպես չանենք։ Դուք ասում եք 6 ամիս առաջվա տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Իսկ աղա հետ գնանք 6 ամիս առաջ տեսնենք ինչ էր։ 6 ամիս առաջ թիմ ընտրությունների հաղթանակների մասին էր, այդ հաղթանակների հետևանքներն էր, իսկ դրանից առաջ ինչ էր, Նիկոլի հայտարարությունները, որ ընդդիմադիրները մենակ պետք է ասֆալտ լիզեն եւ բորձուր լիզեն, Չակուճը պիտի իջացնի ընդդիմադիրների գլխին։ Այդ ԿՊԱ-ականներն էլ ԿՊԱ-ան մերձ շրջանակնել, ասել է չհասկացա, բորձուր լիզելու թույլտվությունը տվել է, Չակուճով ընդդիմադիրների գլխին տալու թույլտվությունը տվել է, բան չի մենք դե Չակուճը չտանք, թե քաղաքական սպանությունը մենք պատկերացնում ենք, որ պիտի Նիկոլը գնար իր լայվը միացներ Facebook-ի զենքով մեկին խփեր,
թե իր պաշտոնյաներից, իր կաբինետից մեկը։ Բայց այսպես է լինում հենց վենդետան, ատելության, այն սևի սպիտակի տրամաբանությունը, որը Նիկոլը դրել է։ Եվ կարծում եմ այդ ստորագրությունները օր առաջ լինելուն պես մենք պիտի շարունակենք այս աշխատանքը, որը արդեն ունենք այս 34-ի պարագայում, պիտի աշխատենք հասնել 54-ի, որ Նիկոլ Փաշինյանը չհասնի 2026-ին, որովհետև եթե դուք հնարավորություն կտաք, մենք նաև կխոսենք Մոլդովայում տեղի ունեցածի մասին։ Իսկ ով է ասում, որ 2026-ը Հայաստանում նույն սցենարով չի գնալու, ինչ որ Մոլդովայում եղավ։ Իսկ Մոլդովայում ինձ գիտեք քաղաքական հետաքրքրություններ, քաղաքական ուղղվածություն չի հետաքրքրում։ Կան շատ օբյեկտիվ փաստեր։ Մոլդովայի իշխանությունները ազատազրկման էին դատապարտել բազմաթիվ ընդդիմադիր լիդերների, բազմաթիվ, իրենք բանտերում նստած 8 տարի, 10 տարի ինչ որ սահմռկեցուցիչ հոդվածներով բաժանել ու պառակտել էին ընդդիմադիրներին, ու ես վստահ եմ, գիտեք, որ այնտեղ է շատ ընդդիմադիրներ ասում են, ոչինչ, հեսա մի քանի ամսից ընտրություն է, հեսա հարցերը կլուծի, կհաղթենք։ Տեսակ որ չի լինում հաղթել իշխանական լծակի։ Ձայները համահավասար էին իրար հետ։ Չէ, կարելի ասել շատ քիչ է։ Այո, բայց կա հստակ արդեն հաղթանակ, այդ հաղթանակի մասին պետքա ֆիքսել։ Եվ այսօր էլ մեր մոտ էլ կան շատ մարդիկ, ովքեր ասում են, մենք կալանավորվածներին, քաղաքական բանտարկյալներին, սրբազաններին, զոհված հերոսների ծնողներին, բարերարին կազատենք այն ժամանակ, երբ որ ընտրությունները կհաղթենք։ Դուք մտածում եք Նիկոլը մի առավոտ արթնանալու է եւ սպիտակ թղթի վրա գրի բացարձակ այն ճիշտ արդյունքները, որոնք Հայաստանի քաղաքացիները տվել են։ Ես այդ համոզմունքը կներեք չեմ կիսում, որովհետև մի քանի շաբաթ առաջ իրենց անցկացրած համագումարը հենց դրա մասին էր խոսում։ Ինչի մասին էր խոսում համագումարը։ Խոսում էր նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը ունի գրված ցուցակ անգամ վարչությունում իրենց։ Այնտեղ որ բոլորը իրենք են, չէ՞, ըստ իրենց թշնամիներ չկան, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ չկան, բոլորը ԿՊԱ-ականներ են եւ տպավորություն է, որ գոնե այդտեղ Նիկոլը պիտի թողեր հավասարության տրամաբանության մեջ լիներ պայքար, ոչ։ Մի ամբողջ գիշեր նստեցին, մի քանի ցուցակ էին հրապարակում, մեկն էր անցել, մեկ երկրորդն էր անցել, հետո ընդհանրապես երրորդ հնարավորություն ցուցակը եղավ իրենց հրապարակվեց իրենց անցածների այդ ԿՊ վարչությունում։ Նշանակում է այդ ամեն ինչի հսկողությունը անգամ յուրայինների վրա է տարածվում։ Եթե նույնիսկ յուրայինները չեն կարողանում օգտվել այդ հավասար ընտրական իրավունքից իրենց կառույցի ներսում, դուք մտածում եք Հայաստանում այն մարդկանց, ում ինքը հռչակել է թշնամի, ովքեր ում մտածում է, որ իրենց գալով ինքը ենթարկվելու է քրեաիրավական պատասխանատվության, սկսելու են քննվել բոլոր այն իր գործողությունները, որոնք ինքը իրականացրել է երկրի ներսում եւ երկրից դուրս երկրի դեմ։ Դրանց համար իրեն պատասխանատվության են կանչելու, մտածում եք թույլ է տալու, դա։ Բայց այսինքն ինչպես է լինելու, եթե փաստորեն հաջողության չհասնեք, վերջին ընտրությունը լինելու ընտրությունների գնալը։ Մենք չենք խոսում ընտրությունների գնալու մասին եւ հանրապետական կուսակցությունը իր խորհրդարանական խմբակցությունով ամբողջությամբ կենտրոնացած է այս պահին Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի վրա։ Սրան տուն ճանապարհել, հնարավորություն չտալով որևէ քաղաքական կամ իրավական process-ի այլևս ձև տալ կամ մասնակցել դրան կամ առավել եւս կազմակերպել։ Իսկ արտախորհրդարանական ուժերը ինչ հնարավորություններ ունեն, ինչով կարող են օգնել այս գործընթացին, որովհետև արտախորհրդարանական ուժերն էին ներկա լսումներին եւ բացի այդ հանդիպումներ եք նաեւ ունեցել իրենց հետ։ Այո, շատ ծավալուն հանդիպումներ ենք ունեցել 2-3 շաբաթ մոտ, մինչև սեպտեմբերի 26-ի խորհրդարանական լսումները։ Մեզ համար անհրաժեշտ էր առարկայացնել այն գաղափարը, որ Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական հասարակությունը տածում է Նիկոլի դեմ, այսինքն մենք պիտի հասկանանք իրական է այդ ցանկությունը Նիկոլից ազատվելու, կա բացարձակ գիտակցություն նրա, որ սրա հետ անհնար է Հայաստանի գոյությունը։ Եվ կարծում եմ ինչ որ փակագծեր բացելու խնդիր չկա, հենց իրենց ելույթներով ազգային ժողովում դրա մասին փաստվեց։ Դրա մասին փաստվում էր նաև մեր հանդիպումների ընթացքում։ Մարդիկ հասկանում են, որ կարող են ունենալ տարբեր վերաբերմունք, տարբեր գործընթացների եւ այդ գործընթացները նախաձեռնող անձանց նկատմամբ, բայց այդ ամեն ինչը դառնում է երկրորդական եւ այդ ամեն ինչը դառնում է անկարևոր այն պահին, երբ հասկանում ես, որ Նիկոլին պիտի հեռացնել, որտեվ Նիկոլին հեռացնելը Հայաստանի գոյության ապահովումն է։ Ինքն է ասել, որ էլ երրորդ հանրապետություն չկա։ Այսինքն ինքը էլ որևէ մեկ է այստեղ ձեր ստուդիայում նստած, ես պիտի ձեզ կամ Հայաստանի քաղաքացիներին չհամոզեմ, որ Նիկոլը սպանում է երրորդ հանրապետությունը։ Ինքն է ասել դրա մասին։
Իրա 4-րդ հանրապետությունը տեսել ենք ծնկած Թուրքի, ադրբեջանցու առաջ, նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնը փոխանակ համամարտկային եւ մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ, օրինակ խոսի մեր գերիների մասին, արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսի, Հայաստանից օկուպացված տարածքների վերադարձի մասին խոսի եւ ադրբեջանական զորքերի դուրս բերումից խոսի, մարդը գնացել է Թուրքիայի եւ Ադրբեջանին, միայն Թուրքիային եւ Ադրբեջանին հետաքրքրող տեքստն է ասում է կօգնեք 2026 թվին վերընտրվեմ, ունենաք ձեր ուզած սահմանադրությունը Հայաստանում։ Ես այդ սահմանադրությունից կջնջեմ ինքնությունը, արժանապատվությունը, պետական եւ ազգային իղձերն ու նպատակները։ Չէ՞, գնացել հասել է այդ ամբիոն, ես անուններ չեմ, որ Ալիևը Զանգեզուրի միջանցք է ասում, ոչ թե Թրամփը։ Էդ էլ նույնիսկ չդժգոհեց, գիտեք, այդ պահին պիտի դա օգտագործվեր հենց միջազգային հանրությանը շատ տեսանելի եւ առարկայական ներկայացնելու, թե ինչպիսին է ադրբեջանական ագրեսիան հիմա եւ ինչպիսին է եղել 2020 թվականից սկսած։ Չարեց, ինքը ընդհանրապես ասենց խառնված եւ տարակուսած ասում էր, դե մի հատ բացատրեք ինձ Զանգեզուրի միջանցք ինչ նկատի ունեք։ Էդ էլ գիտեք ինչի համար է, դա բացարձակապես ներքին լսարանին ուղված խոսույթ էր, որ գասի տեսեք ՄԱԿ-ի ամբիոնում ասեցի։ Շատ պարզ, որտեղ մինչեւ այդ երբ որ մենք ասում ենք, տեսնում եք, Էրդողանն ու Ալիևը։ Դե երկարատև ժամանակ է Էրդողանն ու Ալիևը հենց Զանգեզուրի միջանցք են անվանում։ Մենք հենց այդ հարցը բարձրացնում ենք, այդ թուրք-ադրբեջանական տանդեմ, իրենք ինչ էին ասում։ Ասում են իրենք իրենց ներքին լսարաններում Բաքվում կառավարության նիստերի դահլիճում կամ Բաքվում նախագահականում ինչ են խոսում, ձեր ինչ գործ է, ինչ եք այդ թուրքական նարատիվները բերում մեր դաշտ։ ՄԱԿ-ն էլ էր Բաքվի կառավարության շենքը, չէ, միջազգային ամենակարևոր հարթակն էր։ Այսինքն միջազգային հանրությանն էր Ալիևը ասում, որ կապիտուլացրել եմ Հայաստանը եւ Զանգեզուրի միջանցք ստորագրել եմ տվել։ Միջազգային հանրությանն էր ասում, չէ։ Իսկ Հայաստանը եթե ունենա լուր է այս ամեն ինչին, չի ասում, չէ՞ որ Թրամփի ուղի է գրված։ Հայաստանի ղեկավարն է լուր է ամեն ինչին։ Հայաստանի ղեկավարն է հաշտ է ամեն ինչին։ Հայաստանի ղեկավարն է ծնկած է ամեն ինչի առաջ։ Հայաստանի ղեկավարն է հետապնդում Հայաստանյան քաղաքացիներին եւ սփյուռքյան կառույցներին, ովքեր պայքարում են եւ միջազգային հանրության ուզում են հասցնել այս ագրեսիվ պատերազմական հանցագործների նարատիվները իդեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Այսինքն ինքը չի թողնում։ Ինքը այդ ամբիոնը օգտագործել է իր վերընտրությունն ապահովելու համար, բառացի ասում է, ում է հետաքրքիր քո սահմանադրությունը, քո ներքին իրավական ակտը, այդ միջազգային համամարտկային սկզբունքների վրա հիմնված, կառուցված մի քանի տասնամյակ գործող ամբիոնից արդեն։ Մենակ Թուրքին ու Ադրբեջանցուն է դա հետաքրքիր, ինքը իրենց էլ ասում էր, եթե ուզում եք ես այդ իմ ստանձնած պարտականությունները ձեր առաջ ամբողջովին կատարեմ եւ Հայաստանի քայքայումը հասցնեմ մինչև վերջ, ինչպես եւ խոստացել եմ, երրորդ հանրապետությունը բնաջնջեմ, ոչինչ չլինի այստեղ, ուրեմն եկեք 2026-ի իմ հարցերը լուծեք։ Ռազմական ագրեսիայով եք անում, այդ ձեր գործակալական ցանցով եք անում, արտաքին լոբինգով, այդ ձեր նավթա, չգիտեմ ինչային փողերով եք անում, ոնց ուզում եք, այդ հարցը եկեք այստեղ լուծեք։ Բայց եկեք փաստենք, որ մինչև օրս ընդդիմությունը ոչինչ չի կարողացել փոխել Փաշինյանի որոշումների մեջ, թեև ինքը միշտ անոնսում է, թե ինչ պետք է անի, բայց եւ ի վերջո գնում է եւ հաջողվում է դա իրեն։ Այո, ես շատ եմ ցավում այդ ձեր արձանագրման համար ու շատ եմ ցավում, որ հիմա չեմ կարողանալու ձեզ հակադրվելու եւ հակառակը ապացուցելու համար մեկ փաստ ասել, որտեվ դա այո 2018 թվականից այդպես է, նույնիսկ ինքը իր գործելավոճը փոխեց։ Նիկոլ իր գործելավոճը փոխեց 2018-ից 2020-ը սուտ ու կեղծիքներ, 20-ից մինչև 21 այդ ընտրությունները արտահերթ ժամանակահատվածը փորձում էր վախը եւ կեղծիքը համադրել, հա Շուշին հետ էր բերում, բայց Չաքուչը ձեռքն էր արդեն։ Դրանից հետո ամբողջությամբ արդեն ակնհայտ ճիշտ եք ասում, անոնսում է եւ գնում է հանձնում է։ Ասում էր, որ Տավուշից տարածքները հանձնելու անկլավների անվան տակ եւ դելիմիտացիա դեմարկացիայի անվան տակ շրջափակման մեջ է գցելու Հայաստանը այդպես էլ անում է։ Շատ հանգիստ Սև լճի համար կռիվ չէր անում, կռիվ չի անելու։ Ջերմուկի սարերի համար որտեղ ձյուն է, ինքը կռիվ չի արել եւ կռիվ չի անելու։ Մենք դրա համար առաջարկում ենք մեր օրակարգը այսօր այն օրակարգը, որը դուրս է Նիկոլի կառավարելիությունից եւ Նիկոլի կամարտահայտությունից։ Դա անվստահության գործընթացն է, խափանելու այդ ձեր ասած բոլոր ծրագրերը եւ անոնցները, որ ինքը իրականացնում է։ Չենք ուզում մենք այլևս լսենք անոնցներ, դրա մասնակցությամբ չենք ուզում գնանք իր օրակարգի կեղծիքները բացահայտող հայտարարություններ անել կամ ինչ-որ լավ ելույթներ ունենալ, չէ, մենք ուզում ենք, որպեսզի Նիկոլը գնա մեր հասարակական դիսկուրսից։ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի ապրել մի երկրում, որտեղ արթնանալու է այն մտքով, որ Հայաստանի վարչապետը մարդ է, ով նվազագույնը
հոգատարությամբ, մտահոգությամբ եւ ցանկությամբ զբաղվում է Հայաստանի ներքին խնդիրներով եւ արտաքին քաղաքականությամբ։ Դուք ասում եք հենց այդ օրը ճեպազրույցներ էին տալիս եւ ասում, որ ԿՊ-ն չի միանա եւ այլն, որովհետեւ իրենք վախեր ունեն, բայց ամեն դեպքում նաեւ հայտարարում են, որ իրենք 50-ից ավել ձայն են ստանալու, նույնիսկ ավելի շատ ձայն, քան 21 թվականին են ստացել։ Դե լկտիությունը հենց այդպեսին է էլի լինում, բայց ես էլ եմ այդ ասում։ Իրանք արդեն 2025 թվականի օգոստոսից պարզ հաշվարկ կա թուրք ադրբեջանական բոլոր ցանկությունները կատարելու հիմքով, ինչպես իրենք արել են Հայաստանում հեղաշրջում 2018 թվականին պետական հեղաշրջում։ Այդ նույն տրամաբանությամբ եկել հասել են 2025 թվականի օգոստոսի 8, թուրքերին տվել են իրենց ուզած Զանգեզուրի միջանցքը, հիմա ասում են դե եկեք մեզ նորից այնպես արեք, որպեսզի վերընտրվենք։ ՔՊ-ում ամենալավը գիտեն, որ իրենք 2021 թվականի ընտրություններ են կեղծել, 2018 թվականի արտահերթ են կեղծել եւ հիանալի գիտեն, որ Նիկոլը հիմա ուր գնում է երկրի ներսում, դրսում այս մի շաբաթից ավել ինչ որ գաստրոլների ագնացել։ Եթե ինչու չեք վիճարկել այդ քվեարկության արդյունքները։ Մենք վիճարկել ենք այդ քվեարկության արդյունքները եւ Սահմանադրական դատարանը գտել է ընդամենը մեկ արդարացում, ընդ որում ոչ դատախազությունը, ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր կարողացել ներկայացնել հակադարձ ապացույցներ, այսինքն մեր ներկայացրած փաստերը հերքող փաստակազմ եւ այո, եւ Սահմանադրական դատարանը շատ պարզ մի նախադասությամբ բոլոր հարցերի պատասխանները տվել է, որ այո, ձեր բոլոր ներկայացրած խախտումները տեղ են գտել, բայց դե մեր Նիկոլն է, մեր Նիկոլից այն կողմ անցնել չենք կարող։ Հիշում եք, որ Սահմանադրական դատարանը շրջափակել է, մեզ այդ շրջափակման արդյունքում Սահմանադրական դատարանի կազմա փոխել, մեզ բերել նստացրել է ստեղ։ Մենք էլ չենք ուզում մեր բարձր աշխատավարձից զրկվել։ Այս Սահմանադրական դատարանի որոշման հակիրճ նկարագրությունն է։ Ասում էին, որ էական որևէ ազդեցություն չեն ունեցել այս խախտումները էական։ Իսկ այդ էական նովավորոշում կարող է մի քիչ ուրիշ տրամաբանության մեջ նայեն, առանց Նիկոլից վախենալու նայեն, Նիկոլը իրենց նշանակած չլներ, այդտեղ օբյեկտիվ նայեն, տեսնեին, որ իրականում էական խախտումներ կան։ Իդեպ Ռուբեն Ռուբինյանը առաջարկում էր, որ երկրորդ եւ երրորդ նախագահները քաղաքական դաշտից հեռանան, իսկ դաշնակցությունը ինքնալուծ արվի։ Բա դուք ինչ եք սպասում Թուրքիայում կրթություն ստացածից։ Բա Թուրքիայում կրթություն ստացածը պետք է ատի Հայաստանում են ղեկավարներին, ովքեր 42000 քառակուսի կիլոմետր հայրենիք են պահել։ Թուրքիայում կրթություն ստացած Ռուբեն Ռուբինյանը պիտի ատի հայազգի հաղթանակները, հայկական ինքնության ցանկացած կառույց, միավոր անձ։ Շատ տրամաբանական է, բան չեն տարել Թուրքիայում պահել կրթություն տվել, ինչ պիտի Թուրքիայում սովորեցնեին։ Ներողություն, հայոց պատմություն պիտի Թուրքիայում իրեն սովորեցնեին, թե հայոց ցեղասպանության մասին պիտի ինքն այնտեղ կարդար։ Չէ, ինքը պիտի այնտեղ թուրքական նարատիվներ կարդար, հիանալի սերտած եկել է։ Խանգարում են նորից եմ ասում նրանով, որ թուրքերը ցանկացած ինքնության սյուն, ուժեղ անհատ, կամային որոշումներ կայացրած հայի ատում են, որտեղ դրանց այս բոլոր գործոնները չեզոքացնելով է, որ իրենք բերելու են հայկական պետության կազմաքանդմանը, ինչպես արել են Արցախի հանրապետության հետ։ Հիմա դուք ասացիք, որ պետք է փողոցային պայքարով առհասարակ ոչ թե ընտրություններին սպասենք, այլ գործընթացներով Փաշինյանին հեռացնենք։ Հիմա այս ուղղությամբ քայլեր արվում են, թե ոչ համաձայնություններ կան, թե միայն ստորագրություններով ավարտվեց։ Ստորագրությունը իհարկե չի ավարտվում, ստորագրողների կողմից նկատի ունեք։ Ես այդ հարցի պատասխանը կթողնեմ իրենց, խնդրեմ այդ հարցը իրենց անպայման ուղղել, իրենք դա թողնելու են միայն որպես ստորագրություն, թե շարունակելու են ամեն ինչ անել Նիկոլին հեռացնելու համար։ Նորից կրկնեմ, որ դա բացարձակապես փողոցային պայքարին դեմ չէին իրենք, ասում են, որ փողոցային պայքար լինի, մենք կմիանանք, չէին ասում կնախադեպենք, բայց ասում են, որովհետև մենք փողոցային պայքարին մշտապես միացել ենք։ Երբևէ նախապայման դուք չեք կարող տեսանելի կամ անտեսանելի ինչ հիշատակել այո, ինձ հիշատակել հանրապետական կուսակցության կողմից։ Մենք մշտապես եղել ենք այդ փողոցային պայքարում, այնտեղ այն ձևաչափով եւ այն տրամաբանության մեջ, որը համարել ենք Նիկոլ Փաշինյանի հեռացման համար այդ պահին գործող եւ հնարավորություն ստեղծող իրավիճակ է։ Միշտ այդտեղ ենք եղել ու որևէ մի նախապայման չենք դրել, որևէ մեկից երաշխիք չենք ուզել, որևէ մեկին ժամկետ չենք տվել, չենք ասել 3 անգամ գալիս ենք փողոց փակելու, այս հարցը լուծի թե չէ չենք գալու։ Գալու ենք փողոց փակենք այն ժամանակ, երբ որ դու մեզ երաշխիք տաս Նիկոլի գնալուն կամ հետո մեր պաշտոններին կամ չգիտեմ, այլ ավելի գեղեցիկ ինչ-որ նախադասությունների մեջ։ Ոչ, պայքարել ենք անձնուրաց, կամային, հիմա նույն բանը առաջարկում ենք անել մեզ հետ, նորից օգտագործելով այս հնարավորությունը։ Գիտեք, եկեք փաստենք, որ Սրբազան շարժումից հետո այս 2 տարիների ընթացքում այսօր Նիկոլին անվստահության հայտնելու գործընթացը միակ անկանխատեսելի իրավիճակն է Նիկոլի համար։
այնպիսին ինչպիսին եղել է Սրբազան շարժումը, այդ դրա համար ինքը չներեց Բագրատ Սրբազանին եւ հիմա իրեն պահում է քաղաքական պատանդառության մեջ, այնպես ինչպես չներեց Արթուր Սարգսյանին մեր գործընկեր падգամավոր եւ մնացած ինչպես Բագրատ Սրբազանն է ասում արդարներին։ Բայց ինչու է անկանխատեսելի Փաշինյանի համար, այսինքն կարծում եք ՀՊ-ից կմիանա։ Որովհետեւ իր կամքից կախված չէ։ Այդ հարցին ես արդեն պատասխանեցի։ ՀՊ-ից հեռացել են 18-ին, 19-ին, 20-ին, 22-ին, հա, իսկ 22-ին, 23-ին հեռացողների մասին ինչ կասեք։ Հեռանում էին, չէ՞։ Այսինքն այդ ոնց եղավ, որ մենք 20-ին, 21-ին հեռացողների մասին այլ կարծիք ենք, 23-ին հնարավորություն չենք տալիս հեռանալու։ Ես բազմաթիվ անգամներ եմ ձեր տաղավարում ասել, ես իրենց, այո, իրենց սկանդալային երկու падգամավորները, մեկը ինքն է հեռացել, ինչ վերաբերվում է ԿՊԱ-ականների գիտակցության գալու հարցին, ես բազմաթիվ անգամ եմ ձեր տաղավարում ասել, որ գիտակցության գալու հույսերի մեջ չենք մենք, կամ այտենց չեմ մտածում, որ այ հենց այսօր շիշ բռնողը, այնտեղ ելով կա ձուկ բռնողը եւ չգիտեմ էլի ովքեր միանգամից գրզոն ունենալու են ինչ-որ հայրենիքի նկատմամբ ծառավ կամ ցանկություն վերացնելու են համակարգը, որ իրենք ստեղծել են, կամ փորձելու վերականգնել են պետությունը, որը իրենք քայքայում են իրենց Նիկոլի հետ։ Չէ, բայց այդ հակազդեցությունը շատ մարդկանց մտափոխել է, չէ, որտեվ իրենք պիտի ապրեն Հայաստանում։ Հա Նիկոլի մտքով միգուցե կա, որ ինքը կավերի եւ կգնա միտեղ Թուրքիա կամ Ադրբեջան, իրեն այնտեղ պատվավոր քաղաքացու կոչում կտան կապրի։ Բոլորին 75-ին պատվավոր քաղաքացու տեղ չեն տա։ Հետևաբար ես կարծում եմ Հայաստանում ապրելու իրենց սերունդների կեցությունը նաև ապահովելու եւ վերջի վերջո այս հասարակությանը անդադար դավաճանել այդքան էլ հաճելի բան չի, էլի։ Իրենք հիմա ինչքան էլ տենց իրենց ոստիկանությունով, այդ ախրանիկների պահոցով մի քանի տասնյակ հազարի թիվը գերազանցող, որ փողոց են դուրս գալիս, ձեզ թվում է իրենք չգիտեն։ Իրենք շատ լավ գիտեն, որ այսօր իրենք նույնիսկ այդ վախով չեն լռեցնում, մարդիկ իրենց երեսին շպրտում են այդ ամեն ինչը, այդ Աղդամցին օրինակ ախրանիկներին հրամայում է քաղաքացուն արշարժացնել եւ թքել այդ քաղաքացու վրա։ Սամվել Վարդանյանին հրամայել էին ծեծել ոստիկանների ներկայությամբ ոստիկանական ուղեկցող մեքենայի մեջ հենց։ Ինչի համար են դա անում, որտեվ գիտեն, որ չեն կարող այլ կերպ։ Այդ է միակ գործիքը մնացել, բայց այդ վախի գործիքն էլ շատ հետաքրքիր մի իրողություն ունի, ինքը ժամանակի եւ տարածության մեջ մաշվում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։